Ձեր սպասելիքները չիրականացան այդ առումով։ Սպասելիքները չիրականացան այդ առումով, իրենց հնարավորություն տվեց իրենց ծև գործը անել։ Լավ, պարոն Կարապետյան, հիմա եթե ձեր ասած սցենարները չի լինում, հիմա եթե ձեր ասած սցենարները չի լինում, վերադառնում են Դա հենց ամեն ինչը ապացուցում, որ մեծ ընտրության ժամանակ իրենք մեծ հնարավորություն ստացան խախտումներ անելու։ Պարոն Կարապետյան, ենթադրենք ձեր պայմանները, հիմա չգիտեմ կլինի թե չէ, ենթադրենք չի լինում, արտահերթ ընտրություններ չեն լինում, դուք որպես խորհրդանական ամենամեծ ընդդիմադիր ուժի լիդեր, ձեր թիմը գնում է խորհրդարան, դուք ինչ եք անելու, դուք շարունակում եք բնականon գնալու ենք առաջ, գնահատելու ենք, հիմա դե ասեցինք, դիմում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետո կդիմենք սահմանադրական դատարան, հաջորդ քայլը կգնահատենք, որ քայլը արագ կերացնի Փաշինյանին, այդ քայլով էլ գնալու ենք։ Ստացվեց դուք ամբողջ ընթացքում մարդկանց պատրաստեցիք հաղթանակի ձեր ընտրողներին, կամ ավելի ճիշտ ոչ թե ձեր ընտրողներին, այլ Փաշինյանից դժգոհ հասարակությանը պատրաստում եք հաղթանակի, չէիք ուզում լսել պարտության մասին հարցեր եւ ստացվում է դուք խորհրդարան եք գնալու որպես ընդդիմադիր ուժի լիդեր, ինչին պատրաստ չէիք։ Բայց դուք ուզեիք, որ մենք ասենք մենք գնում ենք, բայց պարտվելու ենք։ Դե օրինակ Ռոբերտ Քոչարյանի նախկին ընտրությունների մասից հաղթելու ենք, հետո չասած ավելի զգուշավոր էր։ Ավելի մենք գնահատում ենք մեր շանսերը։ Շատ մեծ էին բոլոր հարցումներով։ Մենք տեսնում էինք, որ մենք հաղթում ենք, դրա համար մենք վստահ ենք։ Իսկ իրենք գողացան հաղթանակը, այդքան բան։